Յուրաքանչյուր հաջողության հետևում կանգնած է ոչ թե խելքը, ոչ թե կրթությունը, ոչ թե կարմիր դիպլոմը, ոչ թե թիկունքը և ամուր կապերը, ոչ թե կապույտ և մոխրագույն աչքերը, ոչ թե ծանոթ բարեկամների պաշտոնները, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում, այլ պարզապես քաջությունը։ Հաջողության հետևում միշտ էլ կանգնած է եղել քաջությունը ու միշտ էլ այդպես կլինի։ Հաջողությունը բոլորին չի տրվում, որովհետև բոլորը հաջողակներ չեն, բայց բոլորը կարող են լինել հաջողակներ։ Գիտեք ինչու՞։ Եթե բոլորը կարողանան ճիշտ կողմնորոշվել և ընտրություն կատարել, քաջ լինել իրենց որոշումների և ընտրությունների մեջ ու կատարեն ճիշտ ընտրություն, այդ ժամանակ կհասնեն հաջողության։ Իսկ գիտեք, որ ընտրության մասին է խոսքը։ Խոսքը այն ընտրության մասին է, որ մարդկանց 90% լինելով վարձու աշխատանքում, իրենք կատարել են արդեն իրենց ընտրությունը, բայց դա սխալ ընտրություն է։ Հա, ես ինքս էլ եմ վարձու աշխատող հիմա, բայց այնպես չի, որ ես ճիշտ ընտրություն եմ կատարել։ Ես միևնույն ժամանակ փորձում եմ իմ սեփական բիզնեսը զարգացնել։ Քանի որ ազատ գրաֆիկով է մեր ցանցային բիզնեսը, տալիս է մարդկանց ազատ գրաֆիկի հնարավորություն, լինելով վարձու աշխատանքում, մենք կարող ենք կատարել մեր աշխատանքը ու միևնույն ժամանակ զարգացնել բիզնեսը։ Տեսեք, երբ որ գալիս է ընտրություն կատարելու ժամանակ, մարդիկ վախենում են դուրս գալ աշխատանքից, որովհետև իրենք վարձու աշխատանքում ապահովություն են տեսնում, բայց դա ապահովություն չէ, հավատացեք։ Այսօր հաջողության կարող են հասնել միայն այն մարդիկ, ովքեր կառուցում են իրենց սեփական բիզնեսը։ Վարձու աշխատանքում աշխատելով մենք միայն կարողանում ենք հոգալ առօրյա հոգսերը, այն էլ մեր առողջության ու մեր ժամանակի հաշվին։ Չէ՞ որ մի օր գալու է ժամանակ, երբ որ մենք էլ առողջություն չենք ունենալու, մեծանալու ենք, ծերանալու ենք, առողջություն չենք ունենալու, որովհետև մենք մեր առողջությունը հենց վարձու աշխատանքում ենք կորցնում, էլ չենք կարողանալու աշխատենք։ Բայց երբ որ մենք ունենանք մի սիստեմա, բիզնես, որը որ կաշխատի, համակարգ կստեղծենք ու որը որ անընդհատ կաշխատի, այդ բիզնեսը, այդ համակարգը մեզ միշտ եկամուտ կբերի, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք քնած կլինենք ու չենք աշխատի։